Կալեմ, պարոն Արոյան, պետք է խնդրեմ զեկուցեք ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին։ Ստորագրվել է Երևանի քաղաքապետի որոշումը, որը վերաբերում է ապրիլի 24-ի հետ կապված բոլոր կառույցների, քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանումների, մատակարար ընկերությունների, ոստիկանության, Փրկարարծառայության եւ այլ կառույցների բոլոր կատարվելիք աշխատանքները որոշումը ստացել են բոլորը ամսի 16-ին քաղաքապետարանի պատասխանատու բոլոր կառույցների հետ եւ մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ Ծիծեռնագաբերդի հուշահամալիրի մոտ կայացել է խորհրդակցություն, մասնակցությամբ նաեւ Կենտրոն եւ Աչափնյակ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի բան քաղաքապետ տրված են բոլոր հանձնարարականները այս պահին ամենառաջին շինբարեկարգման վարչության կողմից իրականացվել է տարածքի ուսումնասիրություն փոքր բարեկարգման ասֆալտի հետ կապված աշխատանքներ կան կավարտվեն ստորգետնյա անցումը Աչափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից կարգի է բերվում Իդեպ բոլորից առաջ այնտեղ եղել էր նաև պարոն Փամբուխչյանը, տվել համապատասխան հանձնարարականներ, միասին այցելել ենք, պատշաճ տեսքի կբերվի, կլուսավորվի, որտեղից կիրականացվի ծաղկի վաճառքը։ Արտաքին լուսավորության հարցում Երկհալույս ընկերությունը սկսել է իր աշխատանքները, վերջի տեղադրումները կանեն ապրիլի 23-ին, Կոմունալ տնտեսության վարչություն Վիոլաջուր ընկերության հետ ուսումնասիրել են բոլոր սանհանգույցները Կարգի են բերվելու եւ գործարկվելու են ամսի 23-ից աղբանություն սանմակրման հիմնարկը արդեն սխեման պատրաստ է գործարկվելու է նախորդ տարվա սխեմայով ամենաերկար աշխատանքը վերաբերում է մեր հիմնարկին ԵԱՍՄ որ կսկսի ամսի 23-ից քանի որ Տիկին Վարդանյանի հաղորդմամբ արդեն հայտարարված է ջահերով երթ ամսի 23-ին Նշանակում է 23-ից մենք ունենք այնտեղ հերթապահություն եւ մաքրման աշխատանքներ կշարունակի ԵԱՍՄ 24-ին, 25-ին, 26-ին դուրս կգա հերթապահությունից։ Տրանսպորտի վարչության պարոն Հարությունյանի հետ քննարկել ենք, սխեման պատրաստ է, կհայտարարվի մեր մամուլի ծառայության կողմից, երթուղիները անվճար սպասարկման։ Կանաչապատման հողակ պարոն Բեգանի հետ նայել ենք, բոլոր ցուցումները տվել է Այնտեղի աշխատակազմին պարոն Ավինյան եւ 23-ի դրությամբ կանաչապատման հողակի կողմից ծաղկապատման տարածքի նախապատրաստման բոլոր աշխատանքները կավարտվեն։ Առևտուր եւ արտաքին գովազդ իր աշխատանքները կատարել է, ձևավորման աշխատանքները կավարտվեն ամսի 22-ին։ Մշակույթի վարչության հետ պարոն Սարգսյանի կողմից բեմի տեղադրումը Եվ մնացած աշխատանքները նախապատրաստական կավարտվեն եւս 23-ին, 23-ի երեկոյան արդեն պատրաստ կլինեն եւ առավոտ շուտ առաջի անելիքը ունեն մեր երկու հիմնարկները ԵԱՍՄ-ն եւ մշակույթի վարչությունը միասին։ Բոլոր ծառայությունները պատրաստ ենք, պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ ձեզ, որ քաղաքապետարանի եւ երկու վարչական շրջանի ղեկավարների կողմից մեր իրավասությունների եւ պարտականությունների մեջ եղած բոլոր ծառայությունները կկատարվեն պատշաճ եւ բարձր մակարդակով 23-ի երեկոյան ես կզեկուցեմ տարածքը պատրաստ լինելուն պես մատակարար 3 ընկերությունները սահմանելու են 24-ժամյա հերթապահություն Շնորհակալ եմ պարոն Արոյան, ուզում եմ եւս երկու հոգու խոսք տալ, անձնավորապես իհարկե ուղիղ բուն ապրիլի 24-ի միջոցառումների հետ կապ չունի, բայց այնուամենայնիվ մենք ունենք խնդիր գծանշումները իրականացնող ընկերության հետ, պարոն Հարությունյան, եւ որքան որ հասկանում եմ, մենք լուծել ենք պայմանագիրը, այսինքն չենք կնքել թե կնքել ենք եւ ինչ ենք արել, ուզում եմ մի հատ ներկայացնեք այս հատվածը, որովհետեւ դուք էլ աշխատանք ունեք իրականացնելու հենց ապրիլի 24-ի հետ կապված։ Խնդրեմ քաղաքապետ մրցույթով հաղթած կազմակերպության կողմից ծառայությունները չմատուցելու արդյունքում եւ ոչ պատշաճ մատուցելու արդյունքում պայմանագիրը միակողմանի խզվել է։ Նշված պայմանագրի մասով ապահովումների մասով դիմվել է բանկ, ապահովումները քաշելու համար, որպեսզի քաղաքապետարանին փոխանցվի, փոքր ծավալով շատ պայմանագիր է կնքվել նախորդ տարվա մատակարարի հետ, որպեսզի ապրիլի 24-ի գործընթացը կազմակերպվի, արդեն իսկ աշխատանքները սկսվել են, աշխատանքները իրականացվել է Իսակովի պողոտայում, մեծամասամբ կատարված են արդեն Մաշտոցի պողոտայում, Ծիծեռնակաբերդի խճուղում,
Առաջիկա օրերի ընթացքում աշխատանքները կշարունակվեն Բաղրամյան պողոտայում, Գևյան փողոցում, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ ամբողջությամբ պատրաստ լինի եւ պատշաճ վիճակը։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, նաեւ երաշխիք կար ենթադրում կացված։ Ինչքան էր երաշխիքի գումարի չափը։ Մոտ թիվը ասեմ 100 միլիոնից ավել էր։ 100 միլիոնից ավել։ Սա գիտեք կարևոր արձանագրում է եւ կարծում եմ այստեղ ինչի եմ այս թեմայով ուզում խոսել, որովհետեւ կարծում եմ, որ կարևոր է, որ տնտեսվարողները, ովքեր որ մասնակցում են մեր մրցույթներին, իրենց հաշիվ տան այս հարցերի լրջության վերաբերյալ եւ առհասարակ այդ սիրողական մակարդակում չմոտենան այս հարցերին, որովհետեւ դա ունենում է նաեւ ֆինանսական ծանր հետևանքներ։ Այսինքն այստեղ Երևանի քաղաքապետարանը էականորեն իր մոտեցումների ընդհանրում ժամանակի ընթացքում փոխել է աշխատանքների որակի, ժամանակի հետ կապված եւ այս տեսակ բոլոր մրցույթներին մենք հորդորում ենք մասնակցել միմիայն այն դեպքում, երբ որ վստահ են տնտեսվարողը, որ ինքը ունի կարողությունը, գիտելիքը եւ ունակությունը այդ աշխատանքը իրականացնելու։ Եվ որովհետեւ ստացվում է, որ մենք նաեւ ժամանակային որոշակի կորուստ ունեցանք այս ընթացքում, որը որ Երևան քաղաքին թույլ տալ չի կարող եւ հետեւապես մենք բավականին կոշտ պետք է շարժվենք այս բոլոր դեպքերում։ Պարոն Պետոյան, դուք ինչ կասեք աշխատանքների մասով, այո, ապրիլի 24-ին։ Պարոն Ավինյան, այս պահին մենք էլ ենք մեր վարչականով աշխատանքներ կատարում, ընդեղ այդ մայթեզրին, որ կային այդ թուջե ծաղկամաններից մեկը շուռեր եկել, դա ենք վերականգնել, ամբողջ այդ կանգառասրահի մասով փոխվում են բոլոր եզրաքարերը, ինչպես նաև այսօր մի քիչ շատ ոնց որ գովազդեցի պարոն Բեկյանի հողակը, բայց այնտեղ շատ գեղեցիկ կանաչապատվել է հենց Բրազիլիայի հրապարակը, այդ չնշեցինք, ինչպես նաև ապամոնտաժվել է մի հատ շատ մեծ հին գովազդային վահանակ եւ կարծում եմ այսքանը։ Հա, տեսանք ոնց որ վիդեոյի կադրերում այդ գովազդային վահանակը, շնորհակալ եմ, ոնց որ թե ընթացքը նորմալ է։ Շատ լավ, պարոն Արեյան, կարծում եմ նաև սույն թվականի մայիսի 3-ին արժի համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ Երևան քաղաքում համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպենք հանձնարարականը ձեզ, պարոն Արեյան, կարծում եմ ճիշտ ժամանակն է մի նման միջոցառում ունենալու համար։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, այսքանը։